ըստ էության Գյումրիում հաղթեցին այն մարդիկ, ձայներ ստացան այն մարդիկ, ովքեր ավելի շատ տնտեսական ազդեցություն ունեն այդ քաղաքի վրա։ Հա, օրինակ նույն Վարդանիկը այս կամ այն տվյալներով, որ Վարդան Ղուկասյանը, ուղղակի երկու Վարդան Ղուկասյան կա, որպեսզի հանրության համար էլ բան լինի, հա։ Կարծում եմ հենց այս քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանի համար է ավականի նու տեղերում հաղթած առայժմ ավականու տեխնաց ու Վարդան Ղուկասյանի համար վիրավորական կլինեն մյուս Վարդան Ղուկասյանի հետ եթե այդպես համեմատական է լինում դրա համար ինձ թվում ավելի պատվաբեր է նրան Վարդանիկ դիմել էլի ինչևէ նա Գյումրու տնտեսական կյանքի գրեթե 70%-ին ինքն է տիրապետում, հա, այսինքն սկսած են, չգիտեմ, իր քաղաքապետ նախին եղած այդ ժամանակներից ամբողջությամբ ամբողջ տնտեսական կյանքը մեծ հաշվով նրան եւ նրա որդիներին է պատկանել, հա, իրենց ազդեցության տակ են եղել, գումարած նաեւ այդ կրիմինալ համակարգը, դրա միջոցով նաեւ հիշում եք դե ժամանակ են Սերժանց բաներ ժամանակ, չէ, ինչպես էին նրանք կառավարում կյանքը եւ այդ ռեսուրսը դեռևս չի չեզոքացել եւ այդ ռեսուրսը կիրառելու եւ օգտագործելու նա ահա այսպիսի արդյունքներ է գրանցել այդ ռեսուրսից ինչպես ասեմ դա չի վերացել դա իջիկ չի դարձել այդ ռեսուրսը դեռևս կա Նիկոլի շնորհիվ նաև որովհետև ինքը համակարգային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել որովհետև դա անօրինական էր ապօրինյա էր եւ այլն դրանք քրեական գործեր պետք է լինեին եւ պետք է պարզվեր բնականաբար այդ մարդը ոնց է ամբողջ քաղաքին այդպես կարողացել տիրանալ հա դա հարցեր է առաջանում, չէ, հենց իր քաղաքապետ եղած ժամանակ։ Դրանք հարցեր են, որոնց այդ հարցերն այդ մարդը պետք է կարողանար հանգամանալից պատասխանել, բայց տեսնում ենք, որ այդ հարցերը անգամ չեն բարձրացել կամ կիսատ պրատ, ինչպես Նիկոլեն անում են սովորաբար, ցանկացած հարց կիսատ պրատ անում են, որպեսզի հա նման դեպքերում հիմա իր վրա բան ունենան, ճնշման լծակներ ունենան, երբ որ ինքը կարողանա անդիմությանը համախմբել իր շուրջ եւ դառնա քաղաքապետ, ասեն ահա այս քրեական գործը այն քրեական գործը չէ ոնց եղավ Վանաձորում եւ նրանք կախվածության մեջ բերեն եւ ըստ էության ծառայեցնեն ԿՊ-ին այսինքն հիմա անդիմության մեջ ովքեր եթե գնան Վարդանիկի միջոցով քաղաքապետի անդիմությունը դա էլի ծառայելու է ԿՊ-ի շահերին Նիկոլի շահերին մեծ հաշվով այսինքն այստեղ քաղաքացիների գյումրեցիների ուղղությամբ վերջին 2 օրերին բավականին շատ քննադատություն հնչեց թե ինչպես կարող էին Ռուսաստանին գովերքող քաղաքական ուժի եւ ներկայացուցիչի ընտրել այսինքն նրանք հարկադրված են եղել այս Բա իհարկե դա քաղաքական ընտրություն չի եղել, դա եղել է մարդերի անձերի ընտրություն, ովքեր գնացել ասել են բանը մեր ընկերն է, մեր աղբերն է, մեր չգիտեմ ինչն է, այս գործի տերն է, ես իմիջ բան, ահա այս նման քննարկում ալին։ Չի քննարկումը չի գնում, որ էլ տեսեք, բանը ինչ օրակարգերին առաջ քաշել, օրինակ, բանը Նիկոլը, ինչ օրակարգի առաջ քաշել էս մյուս կուսակցությունը, այն մյուս կուսակցությունը։ Նման բան չի քննարկում ընդհանրապես իմ ընտրությունների ժամանակ ես քանից մեջն եմ եղել եւ գիտեմ այնտեղ շատ անձնական, նեղ անձնական հարցեր են քննարկվում, բանը բարեկամական կապերը, տնտեսական շահերը հատկապես դա ամենակարևոր այդ անկյունակարն է, որի շուրջ sense կամա ձևավորումը եւ տենց այդ ընտրությունների արդյունքը վերջում ահա նման դրսեւորումներ անում, թե ինչպես կարող էին մարդիկ Սա մեծ հաշվով ժողովրդավարության հետընթաց է, եթե մենք նայում ենք, հա, այդ մարդիկ այդ օդիոս կերպարները երբ որ գալիս են, դա ժողովրդավարության հետընթաց է։ Այն ինչ մենք կարողացել էինք անել վերջին 10-20 տարվա մեջ որովե ձեռքբերումներ է ժողովրդավարական, հիմա մենք տեսնում ենք, որ հետանկում է գնում, օլիգարխիան հետ է գալիս, ավելի երեսը մաքրված է գալիս, հա, ասենց հաղթանակով է գալիս եւ այլն բան, ինչ որ սա բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են, որ մենք ունենանք նորմալ պետություն, ժողովրդավար արժեքների, օրենքի, իրավունքի հիման վրա կառուցված պետություն, դա բոլորի համար հիմա տխուր իրավիճակ է։ Հիմա իմ առաջին հարցին Մարտուն Գրիգորյանի որոշում չունենալու հետ կապված, երբ որ նա հայտարարում է, որ իշխանական տեխնացուին չի աջակցել։ Առայժմ բանակցություններ են գնում, դրա համար իրենք չեն շտապում բանանել եւ բնականաբար այդ բանակցությունները այդ ոլորտներ կիսելու, բանանելու, ասենք ինչ որ տնտեսական շահեր բաներ քննարկելու, դրանց շուրջ է տեղ ունենում բանակցություններ, դրանք հեշտ բանակցություններ չեն լինելու եւ պետք չի շտապել եւ կանխատեսումներ պետք չի անել, ամեն ինչ կտեսնենք էլ, հեսա իրենք նայած ինչպես կգան համաձայնության եւ ինչ համաձայնությունների կգան։ Ես չեմ բացառում համաձայնության այնուամենայնիվ գալու է ընդդիմադիր ուժերի հետ։ Հիմա իշխանությունը նույնպես ինտենսիվ բանակցությունների մեջ է եւ եթե կարողան այդ ընդդիմադիրներից, այսինքն դեղ թույլ օղակներ կարող են լինել իրենց ավականու ցուցակների մեջ, 1-2 կարողանան այդ ձայները գողանալ, առանց որևէ մեկի մասնակցության կարող են իրենք էլ հենց բանանել իշխանություն ձևավորել, ինչպես եղավ Երևանում այդ դոգի կուսակցությունից ինչ որ մեկը չէ, միացավ Ավինյանին եւ Ավինյանը ընտրվեց քաղաքապետ։ Հիմա նույն բանը չի բացառում, նաեւ այսպես Գյումրիում կարող է լինել։ Եթե դա չլինի, այդ տարբերակը չաշխատի։ Միշտ կա Վանաձորյան տարբերակը, որ եթե իրենք իրենց ավականների թիմը չլինի, այն մարդկանց վրա քրեական գործեր կամ բան, իրենք կգան
մի խոսքով, sense գեղեցիկ տարբերակներ իշխանությունը շատ ունի, ընդդիմությունը նայած ինչ պիտի անել, իրենք են իմ ավելի ներվիճակում։ Սկանդալներով հարուստ էր այդ Գյումրու նախընտրական եւ ընտրական գործընթացը, մենք տեսանք Վիլեն Գաբրիելյանի մասնակցությամբ միջադեպ հայտնի եւ նա վայրդրեց պատգամավորական մանդատը, տարբեր են կարծիքները, ոմանք պատգամավորին են քննադատում, ոմանք էլ լրագրողներին։ Դուք ինչ դիտարկումներ կանեք։ Շատ հակասական իրավիճակ էր, մենք նույն ԿՊ իր դերակատարմամբ ունեցել ենք օրինակ քաղաքացու վրա թքող ԿՊ-ական, քաղաքացիներին հայհոյող ԿՊ-ական, կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվող ԿՊ-ական եւ նրանք բոլորը մանդատները վայր չեն դրել, բայց մեկ էլ հանկարծ ինչ-որ մեկը բանը հարբած ոչ աշխատանքային միջավայրում, խմած, չասենք հարբած, մենք այդ բանը չունենք էլի, խմածն ինչ աստիճան ա եղել։ Չէ, տեսնում ենք, մեկ էլ կտրուկ բանը միանգամից դրանից հետո բան մանդատի վայր դնել եւ հրաժարական, Եթե այս տեսանկյունից նայենք արժանապատիվ քայլ էր, չէ, զուտ այդ մարդկային արժանապատվության տեսանկյունից երբ որ նայում ենք, որովհետեւ падգամավորին վայել չէ նման վարկը, բայց падգամավորին այ վայել չէ, ասենք նայեք Ալենը ինչ արել, են մի падգամավորները ինչ են արել կամ Նիկոլի ինչ անում, եւ նրանք որևէ մեկը չեն հրաժարվում իրենց պաշտոնից, իրենց աթոռներից, մեկ էլ ինքան անում է։ Հիմա ինչն է խնդիրը, ես կարծում եմ Վիլենը այն падգամավորներից էր, որի շնորհիվ մեր ռազմամարզական ոլորտում բանը որևէ այտենց հաջողություններ որ գրանցել է մեր հանրությունը կամ տեղաշարժեր են եղել, այո, բացառապես մեծամասամբ իր լոբինգի շնորհիվ է եղել եւ համակարգը որոշել Իրանից ձերբազատվի ըստ էության, իսկ այդ դա պատճառն է եղել կամ կարող է կանչի ասել ենք ես հարբած կձևականացնես կամ մի բան կանես կելնես կգնաս կամ ինքն է հոգնել այդ ամեն ինչից, որովհետեւ երբ որ գալիս էր այդ քննարկումներին բան չէ, այս կողմից հանրությունը նրա վրա ահռելի ճնշում էր գործադրում, որպեսզի նա գնա անպայման այդ փոփոխությունները կավանան, դեռ գնում պատին էր բախվում իդեմս օրվա իշխանությունների եւ գործող համակարգի եւ համակարգը անընդհատ ընդդիմանում էր սա կարծում կամ երկու տարբերակ է կամ իրեն ստիպել են որ ինքը հրաժարական տա կամ ինքը անձամբ հոգնել այդ իրավիճակից եւ փորձել արդեն դուրս գալ էլի համենայն դեպս մենք կորուստ ունեցանք այն առումով որ ազդեցությունը պետության վրա քչացավ, հա, մի բարոյական մարդ կոպիտ ասած դուրս եկավ։ Բայց գոնե նախադեպ կարող է լինել, որպեսզի մյուսները եթե անթույլատրելի բան դրսևորեն, իրենք եւս հետևեն Վիլենի։ Ասենք Արենի համար ինչ նախադեպ, ինքը եթե վաղը քաղաքացու վրա թքելու հնարավորություն ունի, ինքը նույն բանը անելու է։ Երբ ցանկանա անելու է, իր համհարզները գալու են բռնեն քաղաքացուն, նա թքելու է նրա վրա եւ գնան եւ դա անհետևանք է մնալու առայժմ։ Պարոն Սահակյան, անցնենք այլ թեմաների, ամեն օր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից խոսող Ալիևյան ռեժիմի սպասարկող լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում, որտեղ իրենք բացահայտ ցուցադրում են իրենց հավակնությունները Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ, հայտարարում են, որ մի օր վերադառնալու են, այս ամենը ուղեկցվում է ապատեղեկատվությամբ եւ նաեւ մեր դիրքերի մեր ուղղությամբ, մեր սահմանների ուղղությամբ կրակոցներով։ Հիմա Ալիևյան ռեժիմը ինչ փուլում է գտնվում կամ ինչ ռեժիմում է գտնվում, արդյոք կգնա էսկալացիայի, եթե ոչ, ապա ում եւ ինչ պահի է սպասելու։ Եթե մի քիչ վերևից նայենք եւ փորձենք լայն սպեկտրով դիտարկել, Իլհամ Ալիևը փորձում է անել այն, ինչ հաջողությամբ ստացվել է Աթաթուրքի մոտ։ Նա ադրբեջանցիներից այդ խառը այդ ամբողից այնտեղ տարբեր ազգային փոքրամասնություններ կամ բանկան խառն ամբողը այնտեղ ազգ է ձևավորում հենց հիմա ադրբեջանցի ազգ է ձևավորում ինքը անընդհատ խոսում է մենքի մասին մենքի գաղափարի մասին անընդհատ խոսում է որ պետք չի վախենալ հայերից մտածածին եւ կեղծ իրավունքներ են ձևակերպում իրենց համար եւ փորձում են դա լոբինգ անել եւ շնորհիվ այն բանի որ հայկական կողմը Նիկոլի շնորհիվ հա անընդհատ այդ իրավունքներից հրաժարվում եւ հետընթաց է բանանում հա մեր ունեցածից մենք հրաժարվում ենք իրենք անպայման հենց դա հենց ինչից հրաժարվում ենք իրենք խլում են դարձնում են իրենցը եւ դրա վրա կառուցում են ավելի նոր եւ կեղծ օրակարգ եւ բանամ եկավ հասավ նրան որ արդեն խոսում են այն բանի մասին որ Երևանը իրենցն է ես տեսանյութեր եմ տեսնում որտեղ ադրբեջանցի այտենց բլոգերներ իբր բան գալիս են Երևան, տենց այդ բաներ են ցույց տալիս
ասենք City-ից գնում արած ինչ-որ այդ բանը որ կա դրա մեջ Երևանի հող տանում են Ադրբեջանում sense մասունք որպես բան անում էլի սրբացնում են այսինքն հա կեղծ օրակարգեր են ստեղծում եւ ամբողջ թափով սպասարկում ամբողջ պետությունը ամբողջ իշխանական իրենց այդ բանը այդ միլիարդները Ալիևյան դրել են այդ նպատակին սպասարկում են եւ իրանք մեր լրության շնորհիվ առայժմ հաջողություն են գրանցում Եվ ինչա պետք անել, պետք է դրա դեմ պայքարել, այնպես չի որ պայքարելու հնարավորություն չկա։ Ընդհանրապես մենք երբ որ տիրոջ իրավունքով ձայն բարձրացնենք, ասենք, չէ, այդպես չէ։ Իրականությունը այսպեսին է, մենք ունենք այս իրավունքը, ասա այսպես, որպես մինիմում, այդ իրավունքների շրջանակում նրանց այդ կեղծ բաները, այդ թեզերը կոտրվելու են, ինչպես մի հատ այս վերջերս տեսա էլի բլոգերային տենց ինչ-որ պայքարել, մի հատ միջին ասիացի էր, եթե չեմ սխալվում, կամ Ղազախեր կամ ինչ-որ մի հատ այլ ազգի ներկայացուցիչ ոչ հայ հայկական շահերը այնպես էր սպասարկում նայ եւ ապշում է ընդհանրապես բայց ոչ թե հայկական շահերը սպասարկում ընդհանրապես ասում էր դուք սուտ եք խոսում պատմությունը այսպես է ես պատմությունը լավ գիտեմ դուք ինչ ադրբեջանցի բան նոր եք ձևավորվես գիտենց ազգ չկա բան ինչ-որ մի հատ էթնիկ խումբ բան եք պարսկական մի հատ ցեղախումբ եք եկել եք ձեզ բան հնարավորություն ա տրվել բան այդպես փորձում եք ինչ-որ բան անել ազգ ձևավորել եւ այլն էլի այսինքն իրենք ավելի դաժան քննադատության էր ենթարկում քան որևէ հայկական կողմը ես որևէ հայց նման դաժան քննադատություն ադրբեջանցիների նկատմամբ չեմ լսել եւ չեմ տեսել այսինքն կա նրանց այդ թեզերը կոտրելու հնարավորություն կա Իլհամ Ալիևին զինաթափելու այդ բանը այդ մեյնսթրիմ այդ բաների տեսանկյունից հա լայն հնարավորություն բայց մենք ոչինչ չենք անում կամ չասեմ ոչինչ չենք անում շատ քիչ բան ենք անում այդ ուղղությամբ Պարոն Սահակյան, այդ խաղաղության համաձայնագիր կոչվածի վերջին երկու կետերը երբ համաձայնեցվեցին, էլի գնահատականները տարբեր էին։ Ոմանք դա համարեցին միակողմանի զիջում Հայաստանի կողմից, իշխանականներն էլ ասում են ոչ, դա այսպես տակտիկական քայլ էր, որը փակուղու առջև կանգնեցրեց Ադրբեջանի այդ ռեժիմին, ամբողջ աշխարհը տեսնում է, որ Ալիևյան ռեժիմը ապակառուցողական է։ Այ ինչու նրանք չեն վախենում ապակառուցողական Երևալ աշխարհում։ Որովհետև աշխարհում բոլորը թքած ունեն եւ կառուցողական եւ ապակառուցողական մեթոդների վրա նման բան չկա դա կեղծ թեզ է ինչպես կարելի է սեփական պետության սեփական քաղաքացու շահերը ստորադասել ինչ որ մեկի արժև կառուցողական Երևալու համար դա պետական շահը դա քաղաքացու շահը ծախելու վաճառելու ստորադասելու բանա բացատրության ձև է որը կեղծ թեզ է ինչ ասենք ինչի համար ինչ որ մի հատ բրիտանացու ինչ որ մի հատ անգլիացու ինչ որ մի հատ շվեդի արժև Երևաց լավ բայց օրինակ բան քո սեփական քաղաքացուն գցես դրա իմաստը ո՞րն է դա ստորություն է ամենապարզ մարդկային ստորություն է որ անում են պետական բարձր մակարդակով դա ճիշտ չի Օրինակ տեսեք ադրբեջանցիները ընդհանրապես չեն ձգտում, թուրքերը ընդհանրապես չեն ձգտում, ռուսները, պարսիկները, то հենց նույն ամերիկացիները, որևէ ազգի ներկայացուցիչ հрьяաներն էլ նայեք, որևէ մեկը փորձում է որևէ տեղ կառուցողական Երևա այնքան որ նման բան չկա, դա կեղծ թեզ է։ Պետական շահերը չկա նման բան։ Կա միգուցե պարտադրանք կա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շնորհիվ, հա, եւ Նիկոլն սպասարկում է հենց այդ պարտադրանք շահը, բայց չի ուզում պետք է հրաժարական տա գան մարդիկ, ովքեր պարտադրված չլինի այդ շահը հենց այդպես ստորադասել եւ սպասարկել։ Չի կարելի նման բան։ Դա կեղծ թեզ է, դրա մասին բերեք չխոսենք ավելի լավ է։ Հիմա ինչ է տեղի ունենում իրականում։ Իրականում իշխանությունները մեզ խափում են, ինչպես միշտ։ Եվ իրականում մեր շահերի մասին մենք չենք բարձրաձայնում եւ կամաց-կամաց ինչպես տեսնում ենք ունեինք աշխարհում նաև դաշնակիցներ, հզոր դաշնակիցներ, նրանք կամաց-կամաց նույնպես հրաժարվում են մեր շահերը մեզ օգնելու, մեր շահերի սպասարկման տեսանկյունից, եւ Ֆրանսիային, եւ Գերմանիային, եւ Ամերիկային բոլոր նրանց ովքեր որ ասում էին, չէ, օրինակ հիշում եք, երբ որ Արցախում էթնիկ զտում էր տեղի ունենում, այնպես չէ որ բոլորը ողջունում էին այդ էթնիկ զտումը, պետություններ կային, ովքեր բարձրաձայնում էին, չէ, այդ մասին ասում են, չէ, դա տեղի չունի եւ այլն, կարմիր գիծեր եւ այլն, այսպես բաներ։ Հիմա տեսնում եք նման կերպ չէ, չենք տեսնում։ Ունեք բան սկանդինավյան երկրներ այս վերջերս դրա մասին սկսեցին խոսել բան։ Այսինքն փոքրիկ ինչ-որ դրսևորումներ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, բայց դա պիտի հայկական կողմը վերցնի, նրանց հետ գնա ինտենսիվ աշխատի, ոնց որ Ադրբեջանն անում։ Ամենափոքրիկ մի հատ հայտարարություն, ինչ-որ մի հատ կեղծ բյուրոկրատ են գտնում, չասեմ կեղծ բյուրոկրատ, լավ, Եվրոմիության մեջ է, ինչ-որ մի հատ, ինչ-որ մեկին պաշտոնյա է, երկրորդական, երրորդական նշանակության բերում են այդ իրենց խավիարային դիվանագիտության շնորհիվ, փողով, կաշառքով, խավիարով ինչ-որ մի բանով կաշառում են, այնքան որ հելի մի հատ ինչ-որ բառ ասի,
ի օգուտ Ադրբեջանի։ Դա սարքվեն օրակարգ, դա ուրացնում դարձնում են եսի ինչ, մեկ էլ դա միանգամից սպրդում է մեր լրատվական դաշտ, ասում են հա տեսակ ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը մեր դեմ, հələ տեսեք բան ինչ եղել։ Բայց երկրորդական պլան են թողնում բոլոր պրո-հայկական հայտարարությունները, հենց նույն Եվրոպայում Եվ այդպես այստեղ մեր մոտ ստեղծում են այնպիսի կեղծ միջավայր, որի աշխարհը դե մեր դեմ է, բա ինչ անենք, բա խեղճանենք, բան անենք, ընդունենք եւ այլն եւ այլն։ Սա կեղծ քարոզա, կեղծ օրակարգ է, որը սպասարկում են մեր իշխանությունները, իսկ մեր իշխանությունները այսօր սպասարկում են Ալիևյան, ռուսական եւ թուրքական, ինչու՞ չէ նաեւ պարսկական շահեր։